որպեսզի հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում եւ ինչ իրավիճակի հետ մենք գործ ունենք հիմա, պետք է հասկանալ, թե աղբյուրը, թե որտեղից առաջացավ այս ամբողջ լարվածությունը։ Յանուկովիչը ընտրվեց նախագահ Ուկրաինայի, խոսք տալով Ուկրաինայի ժողովրդին, որ ավարտին կհասցնի, կստորագրի եւ գործողության մեջ կդնի եվրոպական համաձայնագիր ասոցացման Եվրամիության հետ, որով ստացավ Ուկրաինայի ժողովրդի քվեն, տարվեց բանակցություններ, որի արդյունքում պայմանագրերը ամբողջացվեցին, ստորագրվեցին պայմանագրերը եւ նախաստորագրվեցին եւ արդեն պետք է ստորագրվեր Վիլնյուսում նախանշված գագաթաժողովի շրջանակներում։ Անսպասելիորեն Ուկրաինայի ժողովրդի համար գոնե արևմտյան մասում ապրող եւ Կիևի, այսինքն արևմտյան եւ կենտրոնական տարածքներում ապրող ուկրաինացիների համար վարչապետը հայտարարեց, որ դադարեցնում կասեցնում է Եվրոասոցիացիան համաձայնագրի ստորագրման աշխատանքները Եվրամիության հետ։ Դրան նախորդեցին հանդիպումներ Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների միջև եւ արդեն իսկ գնացին շշուկներ, նաեւ կար կարծիք, որ Ուկրաինան փոխում է իր արտաքին տնտեսական քաղաքականությունը եւ առավելապես հակվում մաքսային միության անդամակցությանը։ Այստեղ բնականաբար բողոքի ալիք բարձրացավ, ընդ որում արդարացի բողոքի ալիք բարձրացավ, որ խաբված ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ պահանջեց կատարել նույն Յանուկովիչի նախընտրական խոստումը եւ ավարտին հասցնել Եվրոպական միության հետ ասոցիացիան համաձայնագրի ստորագրումը եւ գործողության մեջ դնելը։ Սկզբնական շրջանում օրակարգը փաստացի եվրոպական ապագան երաշխավորելն է Ուկրաինայի։ Այնուհետև փորձ արվեց ուժով ճնշել, ուսանողների մասնավորապես սկսեցին արդեն հետապնդել, հալածել, որը հանգեցրեց արդեն ավելի մեծ մասսայական միջոցառումների, բողոքի ակցիայի մասնակցող մարդկանց թիվը մի քանի անգամ ավելացավ, տասնյակ անգամներ, նույնիսկ այդ գիրակնօրյա վեճերների ժամանակ հավաքվեցին բավականին մեծ թվով, մոտավոր հաշվետար գնահատական մինչև կես միլիոն մարդ, որոնք ներկայացրին իրենց պահանջը, որ մենք պահանջում ենք, որպեսզի ստորագրվի այդ համաձայնագիրը։ Ուկրաինայի իշխանությունների կողմից ոչ ադեկվատ արձագանքի եւ ուժով հարցը լուծելու, խնդիրը փակելու փորձերի արդյունքում առաջացավ մեծ դիմակայություն Ուկրաինայի Կիևի բնակչության կենտրոնական եւ արևմտյան, որի արդյունքում տեղ գտան ծայրահեղ ազգայնական տրամադրությունները, իսկ ընդհանրապես ծայրահեղ ազգայնական տրամադրությունների համար պարարտող է հանդիսանում այլ գաղափարախոսության առկայությունը եւ բացակայությունը, այստեղ խնդիրը ինչու՞մ էր կայանում, որ տեսվել է մի իրավիճակ, որ ներքևից պահանջում էին, իսկ վերևից չէին կարողանում։ Եվ այս գաղափարական վակուումի մեջ ծայրահեղ ազգայնականները ի հայտ եկան իրենց օրակարգով, որը մեծ համակիների բանակ ձեռք բերեց Ուկրաինայում։ Նրանք դարձան իրավիճակի տերը եւ դարձան թելադրող Մայդանի քաղաքականության մեջ։ Այնուհետև արդեն երբ որ հասավ հարցը այնտեղ որ պետք է ինչ-որ մի ձևով հանգուցալուծվեր, քանի որ արդեն 2-3 ամիս տևացող այս գործընթացը պետք է ինչ-որ մի ձևով ավարտվեր եւ Ուկրաինայի իշխանությունները որոշեցին, որ վերջնականապես հարցը փակել եւ գնացին բավականին կոշտ մեթոդների։ Ինչի արդյունքում սպանվեցին քաղաքացիներ, ինչի արդյունքում բնականաբար եղավ արդեն հարձակումներ պետական շենքերի վրա, ծայրահեղական տրամադրված զանգվածի կողմից Մայդանը գնաց ինքնապաշտպանության եւ սկսվեց այդ բախումները, որը մենք գիտենք հանգեցրեց 80-ից ավել զոհերի մարդկային կյանքի եւ դրա արդյունքում ուղղակի եկան այդ 3 արտաքին գործերի նախարարները եւ ուրեմն այսպես կոչված ընդդիմության առաջնորդների հետ համատեղ ստորագրվեց մի համաձայնագիր, ճգնաժամից դուրս գալու համաձայնագիր, որի տակ իմիջիայլոց չստորագրեց Ռուսաստանը։ Այսինքն բոլոր կողմերը համաձայնվեցին բացառությամբ Ռուսաստանի եւ Մայդանի, որովհետեւ պետք է ընդունենք, որ ընդդիմության առաջնորդները չէին ներկայացնում Մայդանը իրականում։ Այնտեղ տիրում են բոլորովին այլ տրամադրություններ, նրանք ունեն իրենց սեփական պատկերացումը Ուկրաինայի ապագայի վերաբերյալ եւ ուղղակի Մայդանը մերժեց այն ինչ որ համաձայնվել էին եւ նույնիսկ սուլեցին այդ առաջնորդներին, ովքեր եկան Մայդան եւ փորձեցին հիմնավորել, որ համաձայնագիր առավելագույններ, որ մենք կարող էինք հավակնել եւ ստանալ Ուկրաինայի նախագահից այս պայմանությամբ։ Եվ արդյունքում Յանուկովիչը հասկացավ, որ ուղղակի բանակի կիրառումը այս պայմանությամբ հղի է անկանխատեսելի հետևանքներով եւ ուղղակի թողեց իր
պաշտոնը, թողեց իր նստավայրը եւ դիմեց փախուստի։ Արդյունքում ստացվեց իրավիճակ, որ Ուկրաինան մնաց առանց նախագահի, առանց իշխանության եւ ձևավորվեց այսպես հեղափոխական իշխանություն։ Ինչպես է գնահատում այս ողջ ընթացքում արևմուտքի վարած քաղաքականությունը։ Սկզբնական շրջանում բողոքի ակցիաների արևմուտքը որևէ ձևով չէր մասնակցում։ Դա ամենը հորդորում էր ձեռնպահ մնալ ուժի կիրառումից խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ես ինքս հետևելով process-ին չի նկատում արևմտյան որևէ ուղղորդում, չնայած որ դավադրության տեսության կողմնակիցները վստահ են, որ սա դեռ երկար ժամանակ առաջ ծրագրված միջոցառում էր, բայց ծրագրել մասսայական բողոք, ծրագրել նման արդար ցասում եւ նման ոչ արդար մոտեցում սեփական ժողովրդի նկատմամբ մի քիչ դժվար է, ճիշտ ասած։ Սկզբնական շրջանում դա ուներ ինքնաբուխ բնույթ։ Հետագայում իհարկե, երբ որ արդեն դա ստացավ համակարգված process-ի տեսք, արևմուտքը սկսեց աշխատել այս ուղղությամբ, բնական աջակցելու տեսան թե ինչպես Քեթրին Էշտոնը եւ ԱՄՆ փոխպետքարտուղարը եկան Մայդան, ինչպես նրանք իրենց զորակցությունն աջակցությունը հայտնեցին Մայդանի մասնակիցներին, դա արդեն ուղիղ աջակցություն էր, որ ցուցաբերում էր փաստացի արևմուտքը այդ process-ին, որի արդյունքում ուղղակի իշխանություններին թույլ չէին տալիս գնալ ռադիկալ մեթոդների միջոցների խնդիրը լուծելու համար։ Արևմուտքը ընդհանրապես երաշխավորն էր, որ չպետք է տեղի ունենա ներողություն եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ որևէ բռնություն։ Իսկ դա մենք տեսանք, որ process-ը խաղաղ ունից տեղափոխվեց արդեն բախումների դաշտ, որի մեղավորը, որի սադրիչը իշխանությունն էր։ Բերկուտով, որ փորձեցին ասած խեղդել եւ դադարեցնել հաստատի Մայդանի գործունեությունը։ Արցախում Մայդանի վրա, տեսանք թե ինչպեսի մեծ կազմակերպված ուժով նրանք գրավումից փորձում էին մաքրել այդ տարածքը, դիմադրությունը բավականին մեծ էր եւ արդյունքում անցան հակահարձակման։ Սովորական հեղափոխություն, նորմալ, որը մենք տեսել ենք շատ անգամներ մարդկության պատմության ընթացքում, ինչպես է ժողովուրդը գնում հեղափոխություն։ Ղրիմի զարգացումները ինչպես կմեկնաբանեք, փաստորեն այստեղ կարծես Ռուսաստանը սառը ջուր լցրեց արևմուտքի գլխին մի անսպասելի քայլով, ինչով է սա ավարտվելու։ Ասել, որ սա անսպասելի էր, չի կարելի։ Ղրիմը Ռուսաստանի համար ունի կենսական նշանակություն, ռազմավարական նշանակություն, անվտանգության նշանակություն։ Ակնհայտ է, որ Ուկրաինան արդեն անվերադարձ փոխում է իր արտաքին քաղաքական գերակայությունները։ Եթե 2004-ին այդ նարնջագույն հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերը դեռևս հնարավորություն ունեին վերադառնալու ռուսական քաղաքականության դաշտ, ինչը եւ տեղի ունեցավ մենք տեսանք Յանուկովիչի ընտրությամբ նախագահի պաշտոնում, ապա հիմա արդեն 80 եւ ավել մարդկանց կյանքի արդյունքում ձեռբերված հաղթանակը ոչ մեկ չէր զիջելու։ Զիջելու պարագայում կհանգեցներ Ուկրաինայի մասնատման։ Դա շատ լավ Ռուսաստանը հասկացավ եւ որպես իր արժեվ գերխնդիր դրեց իր սեփական անվտանգության համակարգի կենսունակության ապահովման հարց։ Այն է երաշխավորել Ղրիմում տեղակայված իր նավատորմի ռազմական բազայի գոյությունը։ Ինչով է դա կարևոր Ռուսաստանի համար, որովհետեւ եթե Ուկրաինայի իշխանությունները որոշեն դիմել ՆԱՏՕ-ի անդամակցության համար իրենց տարածքում ունենալով հակառակ ռազմական բլոկի ռազմական բազա, դա կլինի ուղղակի անհնար։ Փաստացի Ղրիմում գտնվող ռուսական նավատորմը երաշխիքն է Ուկրաինայի ՆԱՏՕ-ի չանդամակցության։ Հետևաբար պետք է դիմենք կոնկրետ միջոցների, բայց ինչպես միշտ է պատահում, ամեն ինչ արվեց դիլետանտ կերպով, դա կարող է ավելի գրագետ ձևով, այն առումով, որ փաստարկվեց, որ վտանգ է սպառնում ռուսալեզու բնակչությանը, ինչպես նաև շշուկներ տարածվեցին, որ Ուկրաինան մտադիր է միակողմանիորեն խզել, դադարեցնել Խարկովյան համաձայնագիրը, որի ուժով նրան տրվել է վարձակալության այդ ռազմական բազան Ղրիմում, բերեց եւ ինչպես նաև իր քաղաքացիներին, այսպես սպառնացող վտանգը որպես հիմք եւ առիթ հանդիսացավ Ռուսաստանի նախագահի համար, որպեսզի ներկայացվի առաջարկություն Ուկրաինայի տարածքում ռազմական ուժերի, զինված ուժերի օգտագործման համար։ Մենք տեսանք, որ որևէ դեպք, որով
սպառնալիք կլիներ ռուսալեզու բնակչությանը, որևէ դեպք, որով հարձակում կամ որևէ պրոբլեմ կապված Ռուսաստանի քաղաքացիների հետ Ուկրաինայի մասնավորապես Ղրիմում չկար, սպառնալիք էլ չկար, ուժ չի գործածվել նրանց նկատմամբ։ Ես կասեի հակառակը, մենք տեսանք Խարկովում, Դոնեցկում, թե ինչպես են հաշվեհարդար տեսնում նույն ռուսալեզու եւ Ռուսաստանի քաղաքացիներ համարվող բնակչության ժողովրդի կողմից նրանց նկատմամբ դաժան ծեծի, որը նրանք ենթարկեցին, եւ այստեղ ուղղակի փաստարկումներ բավականին թույլ։ Այնառում որևէ վտանգ չի սպառնում եւ Ղրիմը մասնավորապես մեծամասամբ բնակեցված է ռուսալեզու բնակչության կողմից եւ այնտեղ որևէ վտանգ չկար այդ բնակչության նկատմամբ։ Գոնե գործնականում չէր եղել նման բան։ Դեռևս միջև մտնում եմ, որ Ռուսաստանը դեռևս զորք չի մտցրել Ուկրաինա, այլ ընդհանրապես ստացել է դա անելու թույլտվություն իրենց սահմանադրությամբ սահմանված ընդհանրակարգով դաշնային խորհրդի կողմից, բայց մենք տեսնում ենք, որ Ղրիմում առկա են առանց տարբերանշանով զինված մարդիկ, զրահատեխնիկա, որը փակել է բոլոր մուտքերն ու ելքերը, թե ովքեր են նրանք դեռևս անհայտ է, եթե Ռուսաստանը մերժում է, որ դրանք իր զորքերն են, նշանակում է դրանք ինչ-որ գրոհայիններ են, որոնց պետք է բնականաբար արդեն մեկուսացնել։ Թե որևէ մեկը չի ստանձնում պատասխանատվություն այդ մարդկանց համար, թե ովքեր են այնտեղ փակել բոլոր ճանապարհները, ովքեր են կանգնած զինված, որոնց չեն ասում իրենք ովքեր են եւ օգտագործում են զրահատեխնիկա, դա անմիջական սպառնալիք է նույն Ղրիմում գտնվող բնակիչների խաղաղ բնակչության համար։ Պետք է ինչ-որ մեկը պատասխանատվություն ստանձնի եւ ասի, որ դա ես եմ, որ ներկայացված եմ Ղրիմում։ Ռուսական գործողությունները Ղրիմում արդյոք Բուդապեշտյան համաձայնագրի կոպիտ խախտում չեն եւ այդ համաձայնագիրը ինչ հնարավորություն է տալիս համաձայնագրի կողմերին, բացի Ռուսաստանից, ինչ կարող են կիրառել։ Ճիշտ հարց էր, որ դուք անցաք միջազգային իրավունքին, ձեր հարցով պետք է ասել, որ Ուկրաինայի իրադարձությունները նոր էջ բացեցին միջազգային հարաբերությունների, միջազգային դիվանագիտության եւ իրավունքի նորմերի իմպլեմենտացման պրակտիկայում։ Մասնավորապես մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մասնակից լինելով ՄԱԿ-ի բազմաթիվ միջազգային պայմանագրերի կոնվենցիաների, ինչպես նաեւ կողմ լինելով 94 թվականի դեկտեմբերին ստորագրված քառակողմ այդ հուշագրին, որով որ 3 երկրներ Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը երաշխավորում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, քաղաքական ինքնիշխանությունը, տնտեսական զարգացման հնարավորությունները, տեսնում ենք, որ Ռուսաստանը միակողմանիորեն այս պայդրությամբ գոնե մտադիր է խախտել իր իսկ կողմից ստորագրած հուշագիրը։ Մտադիր է, դեռևս խախտման մասին իրավաբանորեն ես չեմ կարող խոսել։ Բայց փաստ է մի բան, որ ներկայումս փորձ է արվում գոնե ուժով պահել Ղրիմը ռուսական ազդեցության դաշտում։ Դրանով իսկ երաշխավորելով իր ռազմական բազայի առկայությունը Ղրիմում, Սևաստոպոլում։ Հուշագրի խախտումը ըստ էության որևէ իրավական հետևանք չի առաջացնում։ Դա հուշագիր է ընդհանրապես, որով կողմերը պայմանավորվել են, որ պետք է երաշխավորեն։ Սա ընդհանրապես կլինի Ռուսաստանի միջազգային վարկանիշի կորուստ, վստահելի գործընկերոջ որպես, որովհետև եթե պայմանավորվել ես, պետք է դա ապահովես ու կատարես։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը այս պահին ոնց թե այնքան էլ հակված չի պահելու իր իսկ կողմից դրված ստորագրության ուժը։ Իսկ ընդհանրապես սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության սկզբունքները, որոնք ամրագրված են միջազգային իրավունքում, այս պահին ոնց որ գտնվում են խախտման փուլում։ Ինչի, որովհետև որպեսզի որևէ այլ պետություն զինված ուժեր օգտագործի այլ պետության տարածքում, անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը։ Կամ գոնե դա պետք է հստակ ապացուցված եւ մոտիվացված լինի այդ ուժերի զինված ուժերի կիրառումը։ Ինչը մենք նախադեպեր ունեցել ենք մինչև հիմա, մասնավորապես Միացյալ Նահանգների կողմից, Աֆղանստանում, ունեցել ենք նաև ուրեմն Իրաքում, ռազմական ինտերվենցիա, որը որ բնական է եղել է
առավելագույնս մոտ միջազգային իրավունքով սահմանված ընթացակարգերին, Աֆղանստանի պարագայում ամբողջությամբ պահպանվել են միջազգային իրավունքի բոլոր նորմերը, Իրաքի պարագայում չկարողացան ստանալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը, մինչդեռ առկա էր բոլոր կասկածները եւ հիմքերը, որ այնտեղ մշակվում է քիմիական զենք։ Նույնիսկ դա գործածվել էր այդ քիմիական զենքը խաղաղ բնակչության նկատմամբ, մասնավորապես հյուսիսային Իրաքում քուրդերի նկատմամբ բավականին մեծ թվով քուրդեր սպանվեցին այդ ժամանակ եւ ուղղակի շատ է շահարկվում այդ հարցը, թե Միացյալ Նահանգներին կարելի է, իսկ Ռուսաստանին չի կարելի։ Այստեղ խնդիրը ոչ թե սուբյեկտերինն է, այլ թե ինչի արդյունքում է որոշում կայացվում գնալ ռազմական ինտերվենցիայի։ Արդյոք միջև ռազմական ուժի դիմելը գործարկվում եւ փորձարկվում են բոլոր հնարավոր այլ մեխանիզմներն ու գործիքները, ինստիտուտները, որոնք առկա են միջազգային իրավունքում, ընթացակարգերը, որը սահմանում է միջազգային հարաբերությունների դոկտրինը, որպեսզի չգնան ռազմական ճանապարհով հարցի լուծման։ Միանշանակ կարող եմ ասել, որ Իրաքի պարագայում գոնե Միացյալ Նահանգները փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի խուսափեն ռազմական ինտերվենցիայից, որովհետև նախ Միացյալ Նահանգներում այսօր մենք ունենք դեմոկրատական իշխանություն, որը հաշվետու է իր ժողովրդի առաջ, ցանկացած զոհված քաղաքացու համար պատասխանատվություն է կրում իր ազգի առաջ, եւ նման որոշում կայացնելու համար պետք էր հստակ կոնկրետ պատճառներ։ Մենք դա տեսանք, որ դրանք փաստացի կային եւ արդյունքում միակը չգիտան այդ քիմիական զենքը, բայց ամեն դեպքում եղավ որոշակի հաջողություն այն է, որ բռնապետական ռեժիմը, որը օգտագործում է նաեւ զենք սեփական ժողովրդի նկատմամբ տապալվեց։ Այս պարագայում նախորդող գործընթաց միջև զինված ուժերի օգտագործումը մենք չտեսանք։ Չնայած որ կարելի էր գտնել հնարավորություն, կարելի էր այսպես դիտարկող խումբ ուղարկելություն ուղարկել Ղրիմ, կարելի է օգտագործել ՀԱԿ-ի հնարավորությունները, օգտագործել Եվրամիության հնարավորությունները, ՄԱԿ-ի հնարավորությունները, ինչու ոչ, չէ՞ որ կարելի է գտնել ձևաչափեր համատեղ աշխատանքի համար։ Եթե դրված էր խնդիր երաշխավորելու Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը, թե դա էր խնդիր իրականում, եւ ռուսալեզու բնակչության շահերի պաշտպանությունը, ապա կարելի էր շատ հեշտ միջազգային ձևաչափով, երակողմ, քառակողմ կամ երկողմ հորդորել Ուկրաինայի նոր իշխանություններին, վերականգնել ռեգիոնալ լեզուների կարգավիճակը, դա նորմալ բան է, ինչպես նաև սահմանափակել այսպես կոչված ֆաշիստական գաղափարախոսության իրավասության, այսինքն իրավունքի օրենքի գործողություն Ուկրաինայում։ Եվ դա հետ միասին նաև ստանալ կոնկրետ երաշխիքներ, որ ռուսալեզու փոքրամասնությունը, որ կա Ուկրաինայում, օժտված կլինի եւ կօգտվի օրենքով եւ սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով դրանց տրված իրավունքներից։ Մենք տեսանք, որ դրանք որևէ ձևով չփորձարկվեցին, չկիրառվեցին, միանգամից որոշում կայացվեց զինված ուժերի օգտագործման մասին։ Սա ես կարծում եմ, որ մի քիչ տապողական քայլ էր Ռուսաստանի կողմից, կարելի է փորձել նաեւ այլ ձևերով հարցը լուծել եւ չտանել իրավիճակը այս աստիճան սրացման։ Այսինքն համեմատություններն առնվազն անտեղի են Իրաքի, Աֆղանստանի։ Դեք վերջնական արդյունքով Իրաքի պարագայում միգուցե կարելի է համեմատել։ Վերջնական արդյունքով, որ վերջնական արդյունքով Միացյալ Նահանգները ռազմական ինտերվենցիա իրականացրեցին Իրաքում առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սանկցիայի։ Նույն նաև այսօր կանի Ռուսաստանը այդ առումով կարելի է համեմատել, բայց թե ինչ արեց Միացյալ Նահանգները մինչև ռազմական ինտերվենցիան, թե քանի տարի տևեց բանակցությունները, քանի ՄԱԿ-ի միջազգային առաքելությունները գործուղվեցին Իրաք, քանի անգամ խնդրեցին Հուսեյնին բացել բոլոր հնարավորությունները դրանք ստուգելու, ուսումնասիրելու եւ քանի անգամ մերժում ստացան Իրաքի առաջնորդից, որ ուղղակի թույլ չէր տալիս մտնել տարածքներ, որտեղ որ կասկածում էր, որ կա քիմիական զենքը։ Եվ դրա արդյունքում որոշում կայացրեց, որ այլևս հնարավոր չի եւ եղավ առիթ, որ եղավ այդ զենքի քիմիական զենքի օգտագործումը հյուսիսային Իրաքի նկատմամբ։ Ձևի բովանդակության մեջ տարբեր է Ռուսաստանի Միացյալ Նահանգների ռազմավարությունը։ Մոտեցումը այս հարցի լուծման։ Վերջնական արդյունքով կա նմանություն։ Ինչպես պետք է արևմուտքը զսպի Ռուսաստանի այս քաղաքականությունը, ինչ քայլեր եք դուք ակնկալում եւ ինչ քայլեր եք անհրաժեշտ համարում այսօր։ Դժվար է ասել այս բարեդրությամբ, որովհետեւ ոնց որ թե քայլեր կատարվում են Ռուսաստանին հորդորելու, հարկադրելու գտնվել
միջազգային իրավունքի սահմանված շրջանակներում, դա աշխարհաքաղաքական եւ տնտեսական մեկուսացումն է, որ այսպես փորձ է արվում, մասնավորապես Սոչիում կայանալիք մեծ ութնյակի գագաթաշողովի անցկացումը արդեն իսկ կարելի է համարել չեղյալ, ուրեմն չկայացած, ինչպես նաեւ տնտեսական բնույթի սանկցիաները, որը որ կփորձի արևմուտքը կիրառել Ռուսաստանի նկատմամբ եւ նաեւ ուրեմն այլ ձևաչափերով փորձել գտնել երկխոսության հնարավորություն Ռուսաստանի հետ։ Այդ ձևաչափը փաստացի կա։ Հենց այս պահին, երբ որ մենք իր հետ խոսում ենք, ընթանում է Եվրոմիության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտակարգ նիստ, որը հրավիրվել է Քեթրին Էշտոնի կողմից Ուկրաինայի հարցի կապակցությամբ, ես կարծում եմ, որ Եվրամիությունը ունի բոլոր հնարավորությունները այս հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու Գերմանիայի կամ Ֆրանսիայի կամ գերմանո-ֆրանկո-գերմանական այդ դաշինքի միջոցով գտնել լուծում։ Ինձ համար հուսադրող է համարվում այն, որ երեկոյան տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Ռուսաստանի նախագահը եւ Գերմանիայի ֆեդերալ կանցլերը հեռախոսազրույցի արդյունքում եկել են համաձայնության ՆԵԱԿ շրջանակներում դիտորդական առաքելություն Ղրիմ գործուղելու հարցում։ Սա ինձ հույս է տալիս այն, որ այնուամենայնիվ Արևմուտքը իդեմս Եվրամիության կգտնի հնարավորություն աշխատելու Ռուսաստանի հետ, դրանովից նվազեցնելով ռազմական գործողությունների սկսելը եւ հակամարտության, այսինքն իրավիճակի լարվածության էսկալացիան։ Գոնե կսկսվի գործընթաց, որը ժամանակավորապես, ես հուսով եմ, որ ընդմիշտ կհերվածնի զենքի օգտագործումը, զինված ուժի օգտագործումը Ուկրաինայում, տարածքում, որը այլ լեզվով ասած նույնն է թե հայտարարել պատերազմ պետությանը, երբ որ դու քո զինված ուժերով մտնում ես այլ ինքնիշխան պետության տարածք առանց տվյալպետության համաձայնության, դա պատերազմ է։ Նշանակում իսկ Ուկրաինայի եւ Ռուսաստանի բարակայում պատերազմը կլինի ուղղակի աղետալի։ Եվ պետք է փնտրել եւ գտնել բոլոր հնարավոր միջոցները եւ մեխանիզմները դա թույլ չտալու համար։ Վիկտոր Յանուկովիչին որպես նախագահ չի ճանաչում ոչ Եվրամիությունը, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Յանուկովիչը օրերս մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ ինքը Ուկրաինայի լեգիտիմ ընտրված նախագահն է եւ շարունակում է մնալ։ Այսօր նա նախագահ համարվելու իրավունք ունի, թե ոչ։ Ոչ միայն Յանուկովիչը, նաեւ մենք լսել ենք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարություն, որ Յանուկովիչը մնում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։ Դուրում ասող իրավաբան է մասնագիտության, վարչապետը, որ լեգիտիմ նախագահ, իրավաբանության մեջ լեգալ եւ լեգիտիմ բառերի մեջ կա մեծ տարբերություն։ Լեգիտիմությունը դա կոնկրետ իշխանություն իրացնելու հնարավորությունն է, որ ունի կոնկրետ առաջնորդ։ Մասնավորապես, որոշումներ կայացնելու, այդ որոշումները հասցնելու եւ սուբյեկտին դրա ընկալելու եւ դրա իրականացման մեջ կոնկրետ ռեսուրս ներդնելու հնարավորությունը։ Լեգալը դա ընդհանրապես համանրությամբ սահմանված ընթացակարգերով ընտրված եւ համապատասխան ընթացակարգով պաշտոնանկ արված process-ն է։ Հիմա Յանուկովիչը լեգիտիմ նախագահ չէ։ Յանուկովիչը լեգալ նախագահ է միգուցե, որովհետեւ համանրությամբ սահմանված է impeachment-ի համար կոնկրետ ընթացակարգ, որը որ չի պահպանվել հաստատի, բայց հեղափոխություն է իր իրենից փոխող բոլոր հետևանքներով։ Բայց խոսել Յանուկովիչի լեգիտիմության մասին դա ուղղակի կամարեմ անգրագիտություն։ Այս օրերին եւ Քերին եւ Մաքքեյնը խոսեցին սառը պատերազմի մասին, փորձելով Ռուսաստանին հորդորել դրա անթույլատրելիության մասին։ Դուք ներուժ տեսնում եք այսօր։ Անկեղծ ասած, չի կարելի նույնացնել 50-ականների սկզբին Խորհրդային Միությունը այսօրվա Ռուսաստանի հետ։ Դրանք տարբեր տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական պոտենցիալ ունեցող միավորներ էին։ Խորհրդային Միությունը իրեն կարող էր նման ճոխություն թույլ տալ մտնել սառը պատերազմի մեջ
արևմուտքի հետ, մասնավորապես հետ պատերազմյան կործանված եւ ամբողջությամբ ավերված ենթակառուցվածքներ ունեցող Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգները ավելի քիչ էին դժ պատերազմի արդյունքում, կարծում եմ, որ ներկայումս Ռուսաստանը չունի այդ հնարավորությունը երկարատև սառը պատերազմի մեջ մտնելու համար արևմուտքի հետ։ Եվ տնտեսապես, եւ քաղաքականապես, եւ դեմոգրաֆիկ, եւ մշակութային, եւ արժեհամակարգային որևէ հնարավորություն եւ ռեսուրս չունի։ Ձեր կարծիքով այս զարգացումները ինչպես են անդրադառնալու Ռուսաստանի եւ ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների վրա։ Հետխորհրդային տարածքում տնտեսական եւ քաղաքական ինտեգրացիոն գործընթացները Ուկրաինայի մասնակցությամբ եւ առանց Ուկրաինայի տարբեր բնույթ, ձև եւ բովանդակություն ունեն։ Ուկրաինայի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացները ունի մեծ պոտենցիալ վերականգնելու խորհրդային ժամանակներին ստեղծված տնտեսական ենթակառուցվածքները եւ իմի բերելու քաղաքական ռեսուրսը, այսինքն կոնսոլիդացնելու այդ ռեսուրսը։ Առանց Ուկրաինայի մասնակցության դա ընդհանրապես կլինի կիսաքայլ, որևէ հեռանկար չխոստացող մի գործընթաց։ Դա շատ լավ հասկանում է նաև Ռուսաստանը, դա հասկանում են նաև բոլոր գործընկերները մաքսային միության մեջ մտնող, եւ նաև ապագայում, որոնք ընդհանրում եւ նախատեսում են, որ պետք է հիմնադրեն համատեղ Եվրասիական միությունը։ Գործընթացը ակտիվ էր, որովհետեւ Ռուսաստանը վստահ էր, որ Ուկրաինան ինչ-որ պահի միանալու է այդ մաքսային միությանը, եւ դրան էր տանում ամեն ինչ, եթե Մայդանը չկանգներ։ Եվ Ուկրաինան կմիանար մաքսային միության, դեռ ուկրաինացի ժողովուրդը չպայքարեր իր անկախության, ազատության եւ իր եվրոպական ապագայի համար։ Բայց այսօր մենք ունենք իրավիճակ, երբ որ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան այլևս հնարավորություն եւ ցանկություն չունեն նույնիսկ մտածելու հետ խորհրդային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու։ Իսկ առանց նրանց մասնակցության դա ընդհանրապես կլինի ռուսական իմպերիալիզմի նկարտումների բավարարման մի էտապ։ Հեռանկար չեք տեսնում։ Ես չեմ տեսնում հեռանկար։ Եվ իմանալ ասեմ, իմ տպավորությունն է, որ եւ Ռուսաստանը եւ Հայաստանը ստացել են իրենց ցանկացածը այս մաքսային միության անդամակցություն կոչվող գործընթացից։ Ինչ ստացավ Ռուսաստանը։ Ստացավ, որ Հայաստանը հրաժարվեց եվրոպական իր այդ նկարտումներից։ Հայաստան ունեցավ իր պատմության մեջ ամենացածր միջազգային վարկանիշ ՊԲ-ն ունեցել ենք։ Հայաստանը դրա ստացավ Ռուսաստանը Հայաստանում փաստացի ամբողջությամբ կառավարելի տնտեսական եւ քաղաքական համակարգ։ Իսկ ինչ ստացավ դրա արդյունքում Հայաստանը էժան ստացավ իր միգրանտների ազատ ապրելու եւ աշխատելու հնարավորություն Ռուսաստանում։ Ավելին կողմերը իրենց չէին սպասում մեծ հաշվով, իմ կարծիքով, որովհետև մաքսային միություն առանց ընդհանուր մաքսային սահմանի, երբ որ ապրանքների, կապիտալի, մարդկանց եւ ծառայությունների ազատ տեղաշարժը չէր երաշխավորվելու, քանի որ կար պետություն, որը գտնվում էր տնտեսական այլ համակարգի եւ այլ բլոկի մեջ, որը բնականաբար կստեղծեր տեխնիկական եւ բովանդակային խոչընդոտներ ապրանքների տեղաշարժի համար, կարծում եմ, որ Հայաստանի համար կստեղծեին լրացուցիչ խոչընդոտներ եւ Ռուսաստանի համար։ Դա նաեւ գումարում ենք նաեւ չկարգավորված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հարցում, Բելոռուսի եւ Ղազախստանի հատուկ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ, որտեղով է անցնելու մաքսային միության արտաքին սահմանը, Թուրքիան արդյոք կբացեր այսպես նախատեսված մաքսային միության արտաքին սահմանը Հայաստանի հետ եւ որն է դրա ռեզոնը եւ այդպես միջ այժմ դրա մասին որևէ բառ պաշտոնական Թուրքիան դեռ չի ասել, չնայած որ արդեն մոտավորապես 5-6 ամիս ընթանում է անդամակցության գործընթաց, արդեն պետք է որ Թուրքիան խոսեր Ռուսաստանի հետ փակ սահման չունենալու մասին, բայց դրա մասին ոչինչ չի խոսում։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որպես վերլուծելով, որ կողմերը ստացան գործընթացից այն, ինչ ակնկալում են։ Դա իմ անձնական կարծիքն է։ Թե արդյունքում ինչ կլինի, ես այս բանին չեմ փորձի գուշակել, բայց որ կդանդաղի գործընթացը Ռուսաստանը հատկապես գնում է Հայաստանի մաքսային միության անդամակցությանը, կդանդաղի միգուցե նաև կհետաձգվի։ Ինչի՞ որտեղ Ռուսաստանը այս բանին ավելի կարևոր հարց է լուծելու։
եւ Հայաստանի անդամակցությունը մաքսային միության այն հարցը չի, որպեսզի ինքը ռեսուրս հատկացնի դրա համար այս ցաներ իրավիճակում, երբ որ մենք տեսնում ենք այսօր արդեն Ռուսաստանի ֆոնդային բորսայում գնում է մեծ անկում եւ արդեն դադարեցվել են գործակները ֆոնդային բորսայում։ Դա տնտեսական մեծ կոլապսի առաջ կանգնած Ռուսաստանին, նաեւ ռուբլու կուրսի փոխարժեքի հարցը եւ այս իմաստով ավելնորդ բեռ վերցնել իր վրա, ինչպեսին Հայաստանը, իսկ Հայաստանը տնտեսապես շատ թույլ է Իսպանիան եւ ակնկալում է օժանդակություն Ռուսաստանից, որ Իսպանիան ուղղակի պատրաստ չի հատկացնելու, քանի որ ունի ավելի կարեւոր ոլորտներ այդ գումարները դնելու, արդյոք որ կողմերը կբավարարվեն ձեռքբերվածով։ Դա միգուցե լավ է, որովհետեւ մենք չենք դառնա փաստացի եւ իրավաբանորեն վերջնական մաքսային միության անդամ։ Շատ համեմատականներ են անցկացնում, որ Ղրիմը կարող է դառնալ նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար։ Դուք տեսնում եք նման սցենար։ Չեմ ուզում դրա մասին նույնիսկ մտածել։ Չեմ ցանկանա, որ կարծում եմ, որ մեր իշխանությունները այդքան խելամիտ կգտնվեն, որ զուգահեռներ չանցկացնեն Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Դրանք ամբողջովին տարբեր իրավիճակներ են, բոլորովին։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաստակել է իր ինքնիշխանության եւ անկախության իրավունքը։ Լեռնային Ղարաբաղը փաստացի ներկայումս գտնվում է անկախ եւ պատերազմի արդյունքում ունի իր պետական սահմանները, իսկ Ղրիմը այս պահին գտնվում է դերևս Ուկրաինայի տարածքային ամբողջականության process-ում եւ սեպարատիզմը 21-րդ դարում հատկապես նման հակազդեցության պարագայում, որ առկա եւ միջազգային պայմանագրերի այդպիսի մի մեծ փաթեթի գործողության պայմաններում ուղղակի ես տեսնում եմ, որ այս պահին անհնար, եթե չլինի ռազմական ինտերվենցիա։ Նույնիսկ Ղրիմը ինքը չի խոսում Ուկրաինայի կազմից դուրս գալու մասին։ Նույնիսկ Ղրիմում ձևավորված նոր իշխանությունները չեն խոսում, որ մենք պետք է դուրս գանք Ուկրաինայի կազմից։ Նրանք խոսում են դաշնային պետության ձևավորման մասին։ Իսկ Ղարաբաղը ամբողջովին անկախ միավոր է, չունի որևէ ազդեցություն եւ թելադրանք Ադրբեջանի կենտրոնական իշխանություններից։ Ին ներսում կայացնում է որոշումները, ունի ինքնիշխան պետության համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտները։ Ինչ չունի Ղրիմը, չէ՞ հավակնում նույնիսկ։ Մենք հիմա ավելի առաջ ենք անցնում, քան Ղրիմի ժողովուրդը, քան Ղրիմի իշխանությունները, եւ ասում եք դարձեք անկախ Ուկրաինայի, նա դրանք չեն ուզում։ Նրանք դա չեն ուզում։ Ըստ ձեզ Թուրքիայի գործողությունները, որոնք են լինելու, մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ Ղրիմը պետք է միանա Թուրքիային։ Այ հետաքրքիր է Ռուսաստանի այս գործողություններին Թուրքիան ինչպես կարձագանքի։ Թուրքիան ունի շահագրգռվածություն եւ հետաքրքրություններ Ղրիմում։ Դա նոր չի, Թուրքիան վաղուց է արտահայտել իր դիրքորոշումը եւ իր հավակնությունները, բայց Թուրքիան տեսնում է այս պահին Ղրիմը Ուկրաինայի կազմում։ Դրա մասին նաև խոսեց Դավիթ Օղլուն ամսի 1-ին, մարտի 1-ին լինելով Կիևում հանդիպելով Ուկրաինայի վարչագործող վարչապետի հետ, հայտարարվեց, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ տեսնում է Ղրիմը հստորեն Ուկրաինայի կազմում։ Եթե կլինի որևէ սեպարատիզմի դրսևորում առ այն, որ Ղրիմը անջատել Ուկրաինայից, Թուրքիան անմասն չի մնա այդ գործընթացից։ Կսկսվի կոնկրետ process, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիան, իսկ ՆԱՏՕ-ն դա թույլ չի տա, որպեսզի Ղրիմը անջատվի Ուկրաինայից, արդեն կսկսվի կոնկրետ գործողությունների փուլ, իսկ մենք չմոռանանք, որ Թուրքիան մեր անմիջական սահմանակից պետությունն է։ Հայաստանյան իշխանությունները փաստորեն չեն ճանաչում Ուկրաինայի նոր իշխանություններին։ Ինչու եւս ձեզ սա ապագայում ինչպես կանրադառնա Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների վրա։ Ես չի ասի չեն ճանաչում, ուղղակի չեն ասել, որ ճանաչում են։ Մի քիչ դա տարբեր իրավիճակներ է ստեղծում, շատ դժվար է այս բանը Հայաստանի համար։ Դժվար է այն իմաստով, որ մի կողմից մենք ունենք ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ-ի մեջ ենք մտնում, ունենք ռուսական ռազմական բազա Հայաստանում, մյուս կողմից մեր անմիջական հարևանությամբ Թուրքիան ուղղակի լինելով հակադիր ռազմական բևեռի առաջատար պետություն իր տարածքում ունենալով ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակը մեր ռեգիոնում տարածաշրջանում հավասարակշռել եւ հակակշռել այս երկու ուժերի արկայությունը Հայաստանի սահմանի վրա այսօր
Հայաստանի իշխանությունների համար մեկ խնդիրն է։ Տեսեք, այս հակամարտության կամ այս լարվածության մեջ մենք լսեցինք տարբեր միջազգային կազմակերպությունների անուններ, նույնիսկ ՎՈՒԱՄ-ի մասին նշվեց, բայց ես որևէ բառ չլսեցի ՀԱՊԿ-ի մասին։ Չէ՞ որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անդամ պետություն է։ Ռուսաստանը որոշում է կայացնում զինված ուժեր օգտագործել այլ սուվերեն պետության տարածքում։ Դա Ռուսաստանի առանձին որոշում է, դա ՀԱՊԿ-ի առնչություն չունի, բայց գոնե պետք է խորհրդակցել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ, հաշվի առնել նաև նրանց հետաքրքրությունները եւ շահերը, որովհետեւ ոչ նպաստավոր զարգացման դեպքում այդ պետությունները ավտոմատ կերպով ներքաշվում են պատերազմի մեջ։ Պայմանագրով, ոչ նպաստավոր, Աստված մի արածը, բայց որպես սցենար դա պետք է հաշվի առնել, որ հնարավորին այդպեսի դեպաբար ցանկալի կլիներ պահպանել գործընկերության ձևաչափը, մթնոլորտը եւ մշտապես խորհրդակցել, գոնե մի արտահերթ նիստ հրավիրել ՀԱՊԿ-ի խորհրդի, որտեղ Ռուսաստանը կկիսվի իր գործընկերների հետ իր մտադրությունների մասին, գոնե նրանց պատրաստ պահելու։ Մինչդեռ ես չեմ լսել ՀԱՊԿ-ի որևէ պետության կողմից, դա լինի Բելոռուս, լինի Ղազախստան, հակառակը, քան Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարություն։ Այսինքն տպավորություն է ստեղծում, որ նույնիսկ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները անմիջականորեն չեն աջակցում եւ չեն խրախուսում Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում։ Սա լուրջ մարտահրավեր է եւ Հայաստանը պետք է գոնե սկսի արդեն վերանայել իր անվտանգության երաշխիքները, փորձի հասկանալ, թե այսօրվա անվտանգության երաշխավորը կարող է արդյոք վաղը դառնալ վտանգի աղբյուր Հայաստանի համար։ Այս ՀԱՊԿ-ի այս քաղաքականության ականատեսն ենք եղել նաև 2008 թվականին վրացական պատերազմի ժամանակ։ Հայաստանի դիրքորոշումը այն ժամանակ վրացիները բավականին բարձր գնահատեցին։ Այս պարագայում փաստորեն դուք բավարար եք համարում Հայաստանի ներկայիս դիրքորոշումը ուկրաինական զարգացումը։ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա որևէ հայտարարությունից, ձեռնպահ մնա որևէ գործողությունից ներկայումս։ Եթե որևէ հայտարարություն էլ պետք է արվի, ապա դա պետք է լինի Հայաստանի չեզոքության մասին հայտարարությունը այս հարցում, որովհետև Ուկրաինան եղբայրական պետություն է, մենք որևէ խնդիր Հայաստանը չունի Ուկրաինայի հետ եւ պետք է շատ զգույշ լինել այս հարցում։ Ցանկալի է ոչինչ չանել, անելու պարագայում հայտարարել իր չեզոքության մասին։ Միակ բանը, որ Հայաստանը այսպես պետք է անի, իսկ հետո արդեն երբ որ ամեն ինչ կավարտվի կամ երկարաժամկետ հեռանկարում պետք է լրջորեն մտածել, ինչ անել հետո։ Թեև իրավիճակը լիովին հանգուցալուծված չէ, կարծում նախնական ենթադրություններ կարող ենք անել, թե այնինչ այսօր տեղի ունենում Ուկրաինայում ինչպես կանադառնա տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի վրա։ Երևի ուզում եք հարցնեիք Հայաստանում Մայդան կլինի թե ոչ։ Մոտավորապես դա է հարցը, տարածաշրջանում Վրաստանը վաղուց ամնեց իր Մայդանը։ Ադրբեջանի պարագայում ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ես ծանոթ չեմ Ադրբեջանում ներկայացնող գործընթացներին։ Հայաստանում կարող եմ ասել, որ դա Հայաստանի համար ծայրահեղ անցանկալի սցենարի Մայդանը։ Մայդանը այն տեսքով եւ այն բովանդակությամբ, որ ունեցանք Ուկրաինայում, մասնավորապես փախում ոստիկանության հետ, զոհեր, հարձակողական տրամադրություններ, ծայրահեղ ազգայնական դրսևորումներ, plus կիսաֆաշիստական գաղափարախոսության արկայություն, դա մենք ուղղակի մեզ թույլ տալ չենք կարող։ Բայց ասել, որ Հայաստանը պետք է անմասն մնա այս գործընթացից, եւս չի կարելի, որտեղ փոխվում են աշխարհում գերակայությունն առաջնահերթությունները։ Փոխվում է աշխարհակարգը։ Ուկրաինայի այս իրադարձություններով մենք այլևս ապրելու ենք այլ իրողության մեջ, այլ իրականության մեջ։ Եվ մենք պետք է ադապտացնենք մեր քաղաքականությունը նոր ստեղծված իրավիճակում։ Հետևաբար Հայաստանը պետք է փնտրի ուղիներ դիվերսիֆիկացնելու իր տնտեսական եւ անվտանգության քաղաքականությունը, գտնելու հնարավորություններ երկկողմ ձևաչափով աշխատելու առավել խորը ՆԱՏՕ-ի հետ,
որպես ռազմական դաշինք, Միացյալ Նահանգների հետ, որպես երկկողմ հարաբերությունների մեջ, պահպանելով բարեդրացիական, ռազմավարական եւ գործընկերության հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա ինչպես կլինի շատ բարդ խնդիր է, դա պահանջում է քաղաքագիտական եւ դիվանագիտական լուրջ հմտություններ, որ դա Հայաստանը կարողանա անի, բայց դա համար մեկ խնդիրն է, որ դրված է այսօր Հայաստանի առջև։ Հայաստանը պետք է վերանայի իր արտաքին անվտանգության եւ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, փորձի դիվերսիֆիկացնել դրանք։ Արևմուտքը եւս կվերանայի արևելյան քաղաքականությունը այս զարգացումներից հետո։ Դեք արևմուտքը մենք ասում ենք այսպես հավաքական իմաստով, մեջը մտնում է նաեւ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները։ Մենք տեսանք, որ Հայաստանի պարագայում Միացյալ Նահանգները դրսևորեցին չեզոք կեցվածք։ Այսինքն չմիջամտեցին, չխառնվեցին արևելյան գործընկերության, փաստացի տապալման հետ Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի գործընթացի վիժեցման, որը մենք տեղի ունեցավ, այլևս Հայաստանում գոյություն չունի, մենք չունենք եվրոպական ինտեգրում, մենք ունենք համագործակցության փնտրտուք ձևաչափի Եվրամիության հետ։ Միացյալ Նահանգները լուր եւ դիտորդի կարգավիճակով հետևեցին գործընթացին։ Մինչդեռ Ուկրաինայում նրանք դիտորդ չէին։ Ակտիվ անմիջական մասնակից էին։ Տեսանք ԱՄՆ փոխպետքարտուղարի ակտիվ եւ անձնական առաքելությունը, որ ունեցավ Մայդանի իրադարձությունների դեպքերին, նրա երկկողմ եւ բազմակողմ զրույցները Ուկրաինայի օլիգարխների հետ, ինչպես նրանց համոզեցին գտնվել արևմտյան քաղաքականության դաշտում, ինչպես Ռադան դարձավ ամբողջովին արևմտամետ, նախկին ռեգիոնների կուսակցությունը ինչպես փոխակերպվեցին դեպի արդեն Ուկրաինայի եվրոպական ապագայի ջատագովների, Հայաստանում Միացյալ Նահանգները ոչինչ չարեց։ Այսինքն Եվրոմիությունը լինելով տնտեսական ամենազարգացած եւ կատարելության հասած կառույց, լինելով արժե համակարգային բազա եւ կենտրոն, դեռևս չի կարողանում գտնել իր աշխարհաքաղաքական ինքնությունը։ Եվ այստեղ հաջողության հասնելու համար Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը պետք է գտնեն փոխգործակցության եւ շահերի համադրման կոնկրետ ձևաչափ, որպեսզի հաջողության հասնեն։ Եվրամիությունը կխրախուսի արժեքները, կխրախուսի բարեկեցություն, ցույց կդնի հնարավորությունները, որ ինքը ունի ներսում, որտեղ շատ լավ արժեքները, շատ լավ բարեկեցությունը, բայց երբ որ դրված է ֆիզիկական գոյության հարց, երբ որ դրված է անվտանգության հարց, դրանք բոլորը երկրորդական լան են մղվում։ Իսկ Եվրամիությունը այսօր ինչքան է որ դա մեզ համար ցավալի լինի, բայց իզորու չէ ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ Դա կարող են Միացյալ Նահանգները։ Այն անվտանգությունը, որ այսօր Հայաստանն ունի, կարող է մի պահ շրջվել։ Կա այդ մտավախությունը։ Անվտանգության երաշխավորը, երաշխիքը հետագայում կարող է դառնալ վտանգի աղբյուր։ Կարող է, այսինքն իրադրության փոփոխության արդյունքում Հայաստանի գտնվելը հապկում կարող է վտանգավոր լինել արդեն, չնայած որ Հայաստանը պետք է մնա հավատարիմ գործընկեր, պետք է մնա կանխատեսելի գործընկեր եւ մնա հավատարիմ ու նվիրված իր որդեգրած քաղաքականության ու սկզբունքներին, ընդ որում նաեւ Եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու իր դիրքորոշմանը հավատարիմ պետք է մնար։ Բայց պետք է նաև մտածի այն դիվերսիֆիկացնելու հնարավորության մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կտա այդ հնարավորությունը։ Կարծում եմ, որ կտա։ Պետք է ընդհանրապես ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձևով խնդրին մոտենալ։